Ես Ալյոնա Հայրապետյանն եմ, 12 տարեկան։ Եկել եմ Արցախից։ Ապրում եմ 11 հոգանոց ընտանիքում, տատիկ, պապիկ, մորքուր, մորքուրի ընտանիք և մենք։ Արցախ կորցնելուց հետո ավելի շատ բաց բաներ եղան։ Ընդամենը 2 ամիս առաջ մահացել է մայրս։ Մամայի մահից հետո մնացի մենակ, քանի որ տան մեծը ես էի և քույր եղբայրս մնացին իմ հույսով։ Մայրս միշտ ասում էր, որ երբ ես չլինեմ, դու կլինես երկրորդ մայր։ Ես միշտ մորս ասում էի, որ երբեք այդպես չասի, քանի որ հույսեր ունեի, որ կառողջանամ։ Մորս վերջին օրերին խոսք եմ տվել նրան, որ լինելու եմ խելացի իր նման և հոգ եմ տանելու եղբորս և քույրիկիս մասին։ Հայրս, երբ մայրս դեռ ողջ էր, թողեց մեզ և հեռացավ։ Հորս փոխանցելով ոչինչ չունեմ, կգա ժամանակը և ամեն ինչ կգնի իր տեղը։ Քանի որ քույրս և եղբայրս դեռ շատ փոքր են, այնպես եմ անում, որ չզգան մոր ու հոր բացակայությունը։ Փառք Աստծո, մեր հետ են տատիկ պապիկը, ովքեր շատ լավ մարդիկ են և ամեն հարցում աջակցում են մեզ։ Նրանց համար էլ է շատ դժվար, քանի որ կորցրել են մորս, այսինքն իրենց աղջկան, բայց այդ ամենը ցույց չեն տալի, որպեսզի մենք էլ չտխրենք։ Տատիկս այս ցավի հետ աշխատում է հողամասում, որպեսզի կարողանա հոգալ մեր կարիքները։ Պապիկս մասնակցել է ապրիլյան պատերազմին և ոտքից վիրավորվել։ Այդ պատճառով չի կարողանում աշխատել։ Քանի որ չունեինք բնակարան, տեղափոխվեցինք նորամար գյուղ։ Սկզբից շատ դժվար էր և հարմարվել մթնոլորտին և մարդկանց։ Շատ երազանքներ ունեի, որոնցից ամենամեծը մորս առողջությունն էր, որ այդպես էլ չկատարվեց։ Երկրորդ երազանքս հետ գնալ Արցախ, իսկ հաջորդ երազանքը լինել լավ մարդ և հոգ տանել ընտանիքիս մասին։
Տեսնելով ես կամ հաղորդումը երազանքներիս ավելացավ եւս մեկը, մեծ ցանկություն ունեմ տեսնելու Լիանա Վանոյանին եւ շատ ուրախ կլինեմ, որ նա ինձ ընտրի եւ ինձ այցի գա։ Ասեմ մի հետաքրքիր փաստ, որ մայրս եւ Լիանա Վանոյանը դեմքով շատ նման են իրար եւ մայրս նույնպես շատ հումորասեր կին էր։ Այսքան դժբախտությունների հետ մեկտեղ, երբ մտնում եմ Լիանա Վանոյանի էջ, տեսնում եմ նրա վիդեոները, փորձում եմ ուրախանալ եւ ստացվում է, քանի որ շատ դրական մարդ է։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես էլ։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Փոքր լարված եմ, քանի որ այսօր շատ կարևոր օր է ինձ համար։ Ես ուզում եմ տեսնել իմ սիրելի բլոգեր դերասանուհուն։ Ում ես ուզում տեսնել, անունը Լիանա Վանոյանին։ Ինձ թվում է, որ շատ լավ հետաքրքիր կերպար ես ընտրել։ Ես կամ մի աղջիկներն ասացին, որ շատ հետաքրքրված ես նկարչությունով, հա? Տիկին Ռոզա Ծառուկյանը, որ միշտ հետաքրքրվում է երեխաներով։ Քեզ նվերներ է ուղարկել։ Նկարչական պարագաներ։ Ես։ Շնորհակալ եմ շատ։ Հա։ Կտավ, ջրաներկեր եւ աղջկա կա թիթիզ բաներ։ Շնորհակալ եմ շատ։ Ապրես բալիկ ջան։ Դա դες ինչ լավ նորերներ են։ Շնորհակալություն Տիկին Ծառուկյանին, որ մեր Ղարաբաղցի երեխաներին բոլորին ինքը օգնել է եւ օգնում է մինչեւ հիմա։ Աստված թող պահապան լինի իրան, առողջություն տա, որ մեզ օգնում է։ Ձեզ էլ թող Աստված առողջություն տա։ Ես գիտեմ Արցախցու տոկունությունը եւ մանավանդ լսել եմ, որ ձեր դուստրը վերջերս մահացել է։ Ձեզ ցավակցում եմ եւ մաղթում, որ Աստված նրան երկնքի արքայության արժանացնի։ Շնորհակալություն։ Հավատացեք, որ Աստված, որ մեր Տերն է, մեզ չի թողնում թե այս կյանքում եւ թե հատկապես հանդերձյալում։ Եվ մենք այդ հավատով է, որ ապրում ենք, հակառակ դեպքում այդ հավատը անիմաստ բան է դառնում։ Ձեր վիճակի մասին քաջատեղյակ լինելով պարոն Ծառուկյանը ձեզ դրամական օգնություն է ուղարկել, որպեսզի կարողանաք այդ լավագույն նպատակներին հասնել։ Թող Աստված ձեզ օրհնի։ Շնորհակալություն պարոն Ծառուկյանին, որ աջակցել է մեզ։ Երեք շատ դժվար է, 6 երեխա մեծացնել է, 3-ն էլ է մի աղջկանսա, հերզովացա։ Իրան շատ թող առողջություն տա, որ մեզ օգնում է։ Հուսով եմ, որ այս օգնությունը ձեր վիճակը որոշ չափով կթեթևացնի։ Իսկ հիմա խնդրում եմ ձեր թույլտվությունը երեխային վերցնել որոշ ժամանակով, ինձ ասել են, որ եւս մի աղջիկ ցանկանում է տեսնել Լիանա Վանոյանին։ Դրա համար չգիտեմ, դարձյալ ասեմ, չգիտեմ, կանցնես թե չէ։ Գնանք, տեսնենք։ Հուսալի ձեռքերում եմ թողում իմ աղջիկը։ Գնանք։ Արի։ Օգնեմ։ Այդ ծանր է։ Պաստորն ինքը թողեց։ Արի, ստիպել չեմ։ Ես կապես այստեղ որ գալիս են
Լիաննա Վանոյանի շատ հետաքրքիր վիդեոներ ունի ու դրանցից մի քանիսը իմ ամենասիրելին են ու երբ որ ես մտնում եմ իր էջ, իրոք սենց տխուր պահերին ուրախացնում է։ Չգիտեմ։ Ահա որա։ Ես այսքան ժամանակ կյանքում չեմ պատկերացրել, որ մի օր կգա, որ ես կկիսվեմ մեջտեղից։ Կմտածեմ, որ մինչև ես պահը ու այն ինչ-որ անցել եմ, իրար հավասար չեն։ Ոնց որ իմ երազանքը իրականն ու ծանրություն, որ չգիտեմ, որ ինչ-որ մեկը աշխարհում ուզելա քեզ տեսնի ու դա օտար մեկն է, քո ընկերները չեն, հարազատները չեն, ընտանիքը չի։ Ուրեմն ստացվում է, որ Աստված իզուր չի ստեղծել քեզ, որ դու ինչ-որ մեկի կյանքում փոքր լույս լինես ու պատասխանատվությունը, որ չգիտեմ, բայց շատ լավ է։ Օրվա նման լուսավոր բաներ եմ զգում։ Մերսի։ Շնորհակալ եմ Աստծուն, որ կամ մերսի։ Ալենա ջան, ինձ ասացին, որ մյուս երեխան որ է հասնում է, պետք է գնամ իրեն դիմավորելու։ Հուսամ մի օր Լիաննա Վանոյանը կտեսնի, որ ես նույնպես ուզում էի նրան տեսնել եւ առանց նկարահանելու կգա ինձ այդի։ Իհարկե։ Դե ես գնամ։ Ես բայց հույս ունեմ, որ մենք էլի կհանդիպենք եկեղեցու, չէ՞։ Հա։ Ապրես բալիկ ջան։ Դե ես գնացի։ Ողջույն Լիաննա ջան։ Ողջույն Տեր հայր։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր հաղորդմանը մասնակցում եք, մեր բարի նպատակին նպաստելու եք, որպես բարի մարդ, որպես լավ մարդ։ Շնորհակալ եմ։ Ալյոնան ձեզ մեծ սիրով է սպասում։ Ձեզ լավ օր եմ մաղթում եւ լավ օրվա շարունակություն։ Մենք կհանդիպենք երեկոյան եկեղեցու։ Շնորհակալ եմ ձեզ շատ։ That's me, որ չեմ գալու։ That's։ Ես կամ։ That's me չեմ գալու։ Մի պահ։ Ինչի՞։ Ինչի՞ չի պիտի գայի։ Էլի մի հատ քեզ նայես, ինձ սիրում, խելացի, ինչի՞ չի պիտի գայի։ Շատ ուրախ եմ, շատ անուշն ես դու, իմ նման ես դու, տավես, բայց գիտես ինձ էլ է դժվար, ես այնտեղ հասկացա, այնտեղ կանգնած, որ իմ կյանքում եղած ոչ մի իրադարձություն այդքան հուզիչ չի եղել, որովհետև իմ կյանքում բոլորը կերպարներ են, իսկ դու իսկական մարդ ես քո ճակատագրով ու շատ լուսավոր, գիտես ոնց հանգստացա, Ինքան լավ է։ Անկեղծ այսօր ամբողջ օրը ես մտածում էի կանցնեմ թե չէ ու շատ ուրախ էի, որ ձեզ տեսա ու վստահ եմ, որ մաման է երկնքից տեսնի, շատ կուրախանա։
Բայց մտածում էի, որ հիմա ես նայում եմ ինձ։ Ոնց եմ ես եղել։ Այդ ժամանակ ես ինչ եմ երազել, այսինքն քո ոտերի նման ոնց անում ես, բայց ես ինչ եմ երազել։ Չգիտեմ ինչ եմ երազել, բայց հիմա ստացվեց այնպես, որ ես հասկացա, որ այն ճանապարհը, որով ես անցել եմ ու շատ հեշտ չի եղել, երևի հենց այս օրերի համար է։ Դու մենակ չես։ Մաման երկնքում հաստատ շատ ուրախ կլինի, ու շատ ուրախ կլինի, եթե դու մի հատ նայես երկինք շնորհակալ լինես։ Կյանքին ու անես ամեն բան, որ երջանկությունը տեղի ունենա ու այդ երկնքում էլ տեղյակ լինեն դրա մասին։ Ամեն բան, այն մարդիկ, ովքեր մեզանից գնում են Ալոնա, իրանք չեն գնում։ Իրանք երբեք չեն գնում։ Հիմա դու ասում ես մաման, ուրեմն ինքը կա։ Հասկանում ես։ Երկինքը ու քո հոգին պահում է իրանց։ Ինչքան շատ հոգումդ պահեցիր, այդքան երկար կլինեն քո հետ, որ դու շատ ուժեղ աղջիկ ես։ Դու պիտի կարողանաս։ Այս փոքր երազանքս, հա, це փոքրիկ երազանք է։ Քոնը մեծ պիտի լինի։ Ես իրավ ձեզ նմանացնում եմ իմ մամային համ դեմքով, համ հումորով, համ ամեն ինչով շատ նման էիք ու մի մեծ երազանք էր ձեզ տեսնելը։ Ես ու մաման միշտ մամայի հետ ասում էի, որ ուզում եմ ձեզ տեսնել։ Ու մաման ասում էր, որ մի օր կիրականանա երազանքը ու հավատով սպասում էի, որ կգա։ Դե մամաները միշտ ճիշտ են։ Համը գիտես, այստեղից իմ տունը երևում է։ Հա, նայ, այսպես նստում ենք, այն տեսնում ես, այն չէ, այն հետևի երրորդի մեջտեղին է։ Բայց դու գիտես, որ մենք այսօր տեղ ենք գնալու։ Ուր ենք գնալու քո կարծիքով։ Չէ, մի հատ մտածի հելը, օրինակ։ Ինչ կուզեիր տեսնել ու ուր կարող ենք մենք գնալ քո կարծիքով։ Անկեղծ չգիտեմ։ Տուն ենք գնալու։ Պիտի գնանք տուն։ Երբ ինձ ասեցին, թե ուր ես ուզում գնաս եւ ինչ ես ուզում լիանավա նրանից որպես նվեր, ըստ որ միակ ուրախ օրը փաստը կլինի այն, որ ձեզ տեսնեմ, իսկ մնացած ոչինչ չեմ ուզում, բայց ես Արցախից մի փոքր հող էի բերել ու այդ հողի մի մասը բերել եմ, որ մենք միասին լսնենք ինչ որ եկեղեցու ծառի տակ։ Ուզես ես քեզ մոտ անկեղծ մի բան ասեմ։ Դու հավատում ես Աստծուն։ Հա, շատ։ Շոշափելիորեն չես տեսնում, չէ՞ իրան։ Բայց դա չի խանգարում, չէ՞ քեզ հավատալ Աստծուն։ Չէ։ Հիմա պատկերացրու, որ դու սիրում ես Արցախը մամային, բայց իրանք շոշափելի չեն, դու չես դադարում, չէ՞ իրան սիրել։ Ու հիմա պատկերացրու, որ Աստված սեր է։ Ու Արցախը ու մաման ու ամենաթանկ բաները մեզ համար սեր են։ Ու իրանք միշտ ապրել են, այնքան մինչև մենք կապրենք ու մենք կանք, իրանք միշտ մեզ հետ են։ Ես քեզ կտանեմ այն բոլոր տեղերը, որոնք ես կարող եմ քեզ տանել։ Մենք գուցե այդտեղ մենք հետաքրքիր հիշողություններ ունենանք, հա՞։ Բայց տուն գնալու ենք։ Դե ուրեմն ընկերներ, մեծ ժպտա։ Всё, հեսա սպասի, հեսա կինոն նոր է սկսում, հայ։ Թույլ տուր, որ ես քեզ այս աշխարհից տանեմ ուրիշ աշխարհ, հա։ Այնտեղ որտեղ բոլորը քեզ ծանոթ են ու անծանոթ են։ Հմ։ Վիճան փիսը, վերջո կարան, մարան, վարվարան, ինչու ոչ։ Կարող է այսօրվանից հետո գնամ տուն, այնքան ուրախանամ, որ մի հատ նոր կերպար ստեղծեմ ու մենք իմանանք, որ մենք իրար ենք դա արել, լավ։ Ականջողս Ալյոնա, վայ։ Չտխրես, ես լավ արնելու։ Դա որ դու իմանաս, ես ինչերի մեջ եմ։
Դու ինձ պիտի օգնես։ Վերցենք նվերներդ գնանք, կեսը ինձ տուր, կեսը քեզ։ Խոսք եմ տալիս հետ կտամ։ Բայց մի քիչ ագահ է, էլի բոլորը ինքն է վերցնում։ Արի իմ հետևից։ Գայք։ Էլ պետք չէ։ Լավ եք։ Լավ աղորդում էր, անդիր։ Հա, գնամ, պակա։ Արի, Ալանա, շուտ անցի, որ փիսը չփախնի։ Պես փիսն է։ Գնանք։ Արի փիս, արի, տես ինչ անուշ աղջիկ եմ բերե, փիս։ Վիծ։ Այս վիծանա, այս էլ փիսը։ Հաճախ եք հյուրեր ունենում։ Իրականում ես տանը շատ քիչ մարդիկ եմ հյուրընկալում, որովհետև ինձ թվում է, որ տունը դա շատ ավելի սրտին մոտ տեղ է։ Ես այսօր ձեր կողքին նստած եմ, իսկ երեք չէի պատկերացնում անգամ, որ ձեզ կտեսնեմ ու մտածում էի, որ ես կամ դիմելից հետո միգուցե հեռվից տեսնեմ, բայց չէի մտածում, որ այսքան մոտիկից իրար հետ կշփվենք։ Շատ մոտիկից, որովհետև նախ տես մենք երկուս էլ պետք է շնորհակալ լինենք ես կամին, որովհետև ոչ միայն քո, այլև լիքը երեխեքի երազանքներ հենց իրանց միջոցով էլ իրականություն է դառնում։ Մենք էլ շնորհակալ լինենք իրանց, որովհետև իրանք երազանքներ իրականացնող հրաշագործներ են։ Դու պիտի հավատաս, որ ամեն բան լավ է լինելու, ոչ թե նրա համար, որ ուղղակի հավատաս, որովհետև դա այդպես լինելու է, ես քեզ վստահ ասում եմ։ Ոչ ոք չէր կարա ինձ ստիպել, որ ես հավատ ունենայի, որ մի օր այսպես կարա լինի։ Ես ունեցել եմ թե անկումներ, թե առողջական լուրջ խնդիրներ, թե ընկերների դավաճանություն, թե սիրած մարդկանց կորուստ, ամեն ինչ։ Բայց ես հավատացել եմ իմ Լանային ու ես ուզում եմ դու քո Ալանային հավատաս։ Ես այսօր քեզ մեքենայի մեջ ասացի, որ ասեցի քանի տարեկան ես, Ալոն, ասեցի 12, ես էլ ասեցի գիտես, իսկ ես 32։ 20 տարի տարբերությամբ, բայց եթե դու ուզես, որ մինչև 50 տարեկանդ եւ ավել եւ մինչև կյանքիդ վերջ քո մեջ ապրի քո Լանան կամ քո Ալոնեն ապրելու է։ Ու պիտի ամեն ինչ անես, որ այս աշխարհից պաշտպանես հենց այդ մաքուր ու ազնիվ մարդուն, որ հետո կյանքը սիրուն ու ազնիվ լինի։ Հա, եղել են դժվարներ, բայց ուր են իրանք։ Ասում եմ Սողոմոնը մատանիի վրա ուներ գրվածք, երբ որ նայում էր տխրում էր կամ ուրախանում էր, որտեվ գրված էր սա էլ կանցնի։ Երբ որ դու տխուր ժամանակ ես նայում, դու հասկանում ես, որ սա էլ կանցնի։ Երբ որ դու ուրախ ժամանակ ես նայում, հասկանում ես, որ սա էլ կանցնի։ Իսկ հիմա ես դու փիսը գնում ենք այն սենյակ, որտեղից դուրս են գալիս քո սիրելի կերպարները։ Բայց մինչև այդ սենյակը հիշի, որ ես Լանան եմ։ Այդ սենյակում այլևս չգիտեմ։ Գնացինք։ Փիս արի մեզ օգնի։ Արի, Ալոնա, այս այն սենյակն է, որտեղ այս ամեն ինչը սկսվում է, այս գիտես ում պատն է երևի, Դրախտիկ Ղուրբանովնայի, հետևում Արայի պատն է այստեղ միանգամից կախվում է, հայտնվում են այն բոլոր շորերը, որոնք օրինակ այդ օր ես պլանավորել եմ նկարեմ, ես պարագայում ես այն բլոգերի շորն է, բլոգերի շորը, որը 4 հոգով կարանք հագնենք, այստեղ նոր կերպարների շորեր են, այս երկուսը դեռ անակնկալ է, այն հատվածում ավելի ճիշտ արի այսպես անեմ, որ քեզ համար էլ հասկանալի լինի, այստեղ, հայտնի բոլոր բաները, որոնք վիզաների մեջ երևում են, այս հատվածում այն բոլոր զարդերն են, իդեպ մի բան ասեմ քեզ այսօր, ուրեմն այստեղ կար մի հատ թևնոց, որը ես շատ երկար ժամանակ ուղղակի այսպես պահում էի իմ դարակի մեջ, երազանքի թևնոց էր,
ու անընդհատ փորձում էի հանել, հագնել ու հասկանում եմ ինչ չեմ ուզում։ Ու այսօր երբ որ բացեցի, որ պատրաստում էի գալ քո մոտ, մտածեցի, որ երբ որ դու գաս, ես կուզեմ ես քո թևին ամրացնեմ, որ այն բոլոր երազանքները, որ դու ունես, իրականանա, ու մենք մի օր այս թևնոցով փոխարինենք ուրիշ կարմիր թևնոցով ու էլի իրականանա։ Հա։ Այսենց։ Այս չհանես, հա, խնդրում եմ։ Երբ որ դու շատ տխուր կլինես կամ ինձ շատ կկարոտես, գնա այս այդ թևնոցից, ու կհիշես, որ ես քո հետ եմ։ Միշտ։ Okay։ Այստեղ տեսնում ես այն բոլոր աքսեսուարներն են, որոնք որ օգտագործվում են։ Այս հատվածում ավելի շատ այն ամբողջ կոսմետիկ միջոցներն են, որոնք օգնում են դառնալ այս կամ այն կերպարը։ Ուրեմն հիմա նայ։ Այս հատվածում այն բոլոր կեղծամներն են, որոնք դու տեսել ես, օրինակ այս գուշակիումն է։ Հիմա սպասի, մի րոպե։ Սպասի մի րոպե։ Հիմա միանգամից ճանաչելու ես, գիտես, չէ՞։ Մեր մոտ այն չի։ Մեր մոտ այն չի։ Բա մենք ինչի համար ենք, որ մենք չասենք մեկին։ Այս ոնց էս լծվե իմանալով որ ներ։ Այս ոնց էս լծվե։ Յող, կես ինչ չաղա ասենք։ Պիտակավոր ենք, էլի որ մարդը տանջվի կոմպլեքսավոր ինքը իրա մեջ։ Կամ ասենք, վայ, ես ինչ փիձեխնի հարես, դու քեզ տեսել ես, մի քիչ որ չաղանաս, տեսքի կգաս։ Այսպես սաղ դասակարգված է բոլոր բարիկները եւ ամենահայտնի բարիկը այստեղից։ Ու իմ ամենասիրելի բարիկը։ Կարես քաղցիր կարեց։ Ոնց կա՞թե ինձ սպասել իդքան երկար։ Մարան։ Այս վերջի ամիսը ես ինձ ֆուրի շոֆեր եմ զգում Լարսի վրա, սպուսկավոր իջնում եմ, մի հատ բացունք չկա, իջնում եմ։ Կարելի ամենակին ասում էր կյանքը զեբրա է, հիշի մարա, սև ու սպիտակ գծերով։ Պետք է ֆրայ ասեի կար, իմ կյանքի էշա, սև գույնի, մենակ, սպիտակ բան չկա։ Իդեպ մարան ինձ այն տանում ամենաշատ ժամանակ։ Ասեմ ինչի։ Ասա, ինչի։ Որ գրում եք այդ ամենը։ Չէ, որովհետև ամենաշատ պատրաստվածությունը հենց ինձանից մարան է տանում, թե իր մեյքափի հետ կապված, թե հագուստի հետ կապված, թե մինչև ես կարողանում եմ տրամադրվեմ, ամենաբարդը հենց իրան ստանալն է։ Այստեղ տես որպեսզի ինձ համար հեշտ լինի, միշտ բոլորը դրված են հերթով կերպարներով ու աքսեսուարները գոնե մոտավորապես ֆիքսած։ Հիմա դու պիտի հասցես սա ումն է։ Միտեղ բարիոր, միտեղ հետևակի երեքնամոտ ձեր էկրաններին վլվլում եմ ես տրախտիկով։ Միտեղ բարիոր, միտեղ կանանային կանանցի սրածումներ, մարդեն ծուտը շնորհավոր ձեր մեզ մի ամսյակը, ձեր էկրաններին ես եմ, աբրաշատների մամա եւ ատվիչատների հորկուրի աղջիկ, տրախտիկ խուրբանական հոգեթերապևտ աստղաբան, անցնենք նամակներին։ Այստեղ են բոլոր շորերն են, հրածին, տրախտիկ, տես օրինակ, այսպեսի իհարկե չգիտեմ որտեղից ինձ Ընդհանրապես երևի երբ որ ես սա ցույց եմ տալիս, հեռուստադիտողը ուզում է հասկանա ընդհանրապես արտադրության մեջ սա եղել է, թե չէ։ Ինչ որ տեղից, բացի դրանից ես գտնում եմ հատուկ շորեր կամ խնդրում եմ ինչ որ մեկից, կարող է լինել այնպես որ գնամ Գյումրի, իմ ազգականներից խնդրեմ իրենց հին շորերը, որոնք չեն օգտագործում, բերեմ ու փորձեմ դրանց վրա ինչ որ կերպարներ հավաքել։ Իսկ առաջին կերպարը ո՞րն է եղել եւ ինչպես է ստեղծվել այդ կերպարը։ Առաջին կերպարը այդ առանձին կերպար չէր, ինչ որ մի հատ իրավիճակային կերպար էր, բայց առաջին լուրջ կերպարը, որը որ ստեղծվել է, դա երևի հրածինն է եղել։ Ու հրածինի ստեղծումը բերեց մի հատ շատ մեծ աժոտաժի ու ակտիվության, ինչ որ երկար, որ նազիկ մամայի համով բալահլարի։ Նազիկ լսի, օրինակի համար ես մտածում եմ քթի ծագը զույգ ունի, նասկին զույգ ունի, անգաժները զույգ ունեն, ոտքերը զույգ ունեն, թապիկները նայնար զույգ ունեն, դաժը գիլասը զույգ ունի, են էշ աղբերը դաժեն դրագուլային ունի, զույգ ունի, դուխի չես պսագվում հելնես, թռնես, կնաս, ես հանգիստ ավրեմ։ Հետո սաղ ինչ-որ մի պահ եկա, որ հասարակությունը շատ լավ գիտեր, դրանից հետո մարան եկավ իրա կարից, հետո եկավ արդեն կարան ու մնացած արդեն սկսեցին ընթացքում գալ։ Մեկ է ամենաշատը, որ ես շատ եմ սիրել, դա դուխիկն է եղել, ալո բշկույջան, այն իրա հիմար զանգերով։ Ալո, բշկույջա, բարցեզ ինչ եկավ ես դուխիկը նայ։ Հա, ուր էի կորել էի չկայ։
Բանը ուղղակի հերահոսի զայրատկերն էր նստել, զայրադաշնիկը կործրել է, տարի մանկական չինք կդներեք, տունը բան երեցինք ու բոր կա երեցին գեներալի, Սերվանտե ետևից կդատերի զայրատկի զանգի պսկվի ճալավ է։ Իսկ կա իրականում մառա ձեր կյանքում հանդիպած, որտեղից եք վերցնում այդ կերպարները։ Բոլորն էլ կան, որ դու ինձ այնց լավ գիտես, որ հասարակության մեջ տարբեր շերտերում մենք ունենք այդ բոլորի նախատիպը։ Հետո դու սարքում ես, փորձում ես բերում ես քո ձևով սարքում ես իրան։ Իսկ ինչպես որոշեցիք, որ հենց պետք է Instagram-յան էջում այդպիսի հոլովակներ նկարեք։ Այդպես որոշում որպես այդպեսին չի եղել, սկսել եմ անել, ինձ դուր է եկել, փորձել եմ խորանալ, փորձել եմ պրոֆեսիոնալ մատուցել ամեն ինչ, որովհետև ես սկսեցի այդ կերպարները սարքել կերպարներին կենսագրություն տալով, այսինքն ուղակի կերպար չկար, կար կերպար, որ ունի տղա, աղջիկ, չգիտեմ, պատմություն։ Ու հետո ինձ դուր եկավ, ես քեզ այսօր ասում եի, որ այս էլ իմ աշխարհից պաշտպանվելու մի տեղն է։ Ամեն մարդ այս կյանքում ունի իր աշխարհը, որտեղ ինքը առանձնանում է, ապրում է, չէ՞։ 1 րոպեանոց կամ 1.5 րոպեանոց ռիլը, որը ուրախացնում է բոլորին, դու կարող ես անես շատ վատ պահին։ Դու կարող ես անես ծայրահեղ ստրեսի մեջ, դու կարող ես անես տխրության մեջ, ի վերջո ոչ ոք բանը չի չեղարկել, չէ՞ մեր կյանքի դժվարությունները։ Ես էլ զգում եմ այն, ինչ որ դու ես զգում։ Ու ես դու զգում ենք այն, ինչ որ բոլոր մարդիկ են զգում։ Բայց ես թվում է, որ հենց դրանով էլ առանձնանում ենք, որ դու այդ ամենավատ պահին կարաս ընտրես ինչ-որ մեկին ուրախացնելու, ինչ-որ մեկին ժպիտ տալու հնարավորությունը։ Ու տես ինչ հետաքրքիր է, ես առանց մտածել Instagram-ում դա արել եմ բոլորի նկատմամբ։ Բայց երբ որ իմացա, որ պիտի գամ քեզ տեսնեմ, այդ այնքան առանձնահատուկ է, երբ որ դու հասկանում ես, որ դու հիմա գնում ես մեկի համար։ Ու այդ այնքան թանկ է, ու այնքան եզակի է այդ զգացողությունը։ Ես ինչի եմ այս ամենը քեզ պատմում ու ցույց տալիս, որովհետև լսելով քո պատմությունը, իմանալով ես շատ լավ գիտեմ, որ դու հիմա շատ կարիք ունես ուժի։ Ու ես ուզում եմ դու իմանաս, որ ես այսպես իմ սրտից ու իմ հոգուց լիքը ուժ քեզ եմ տալիս։ Ու շատ ուրախ եմ, որ դու ինձ ընտրել ես։ Դու ինձ ընտրել ես ու նաև քո ընտրելով ինձ էլ ես լուսավորել։ Հիմա որ մենք բաժանվենք, ես կհիշեմ, որ կա մեկը, որը առանց պայմանի ինձ սիրում է, չի սիրում, որովհետև ես չգիտեմ, ուղղակի առանց պայման։ Դե։ Ես այսօր ոնց որ հյուրասիրող լինեմ, դու էլ մեր ժողը։ Մեղրամիս։ Մի ամաչի, հիմա դու ամաչում ես, ես էլ եմ ամաչում, չէ, տենց չի լինի։ Ես որ մեծանաս։ Բայց ուրախություն Այդ նույնը ես եմ զգացել։ Կերտը չէ եսա, դրախտի խոհարմնային կանչ։ Հետո Լավ չես նայում, հա, ոնց որ դու այդ էջը։ Հագնա։ Շատ է բնդուկը։ Չեմ կակեք։ Ես շատ փոքրիկ նվերն եմ կամար։ Շատ, այսքան։ Ինչի հիմա այսքան փոքրիկ, որովհետև մտածում եմ, որ քեզ տեսնեմ ինչ տեսակ ես դու, որ հետո ինձ ավելի հեշտ լինի։ Այստեղ դրել եմ այն ամենը, ինչ որ վստահ եմ, ես եմ ուրախանում, դու էլ կուրախանացած դա։ Այս է շատ։ Խնդրեմ, Անուշս, քեզ մերսի, որ դու կաս։ Ես քեզ տեսա, հասկացա, որ ես կարող եմ մի հատ լրիվ ուրիշ աշխարհի ընկեր ունենամ։ Լրիվ ուրիշ տարիքի, ուրիշ աշխարհի։ Ես էլ եմ, չէ, քո տարիքում եղել, ես էլ եմ երազել, ես քո չափ ուժեղ չեմ եղել։ Հիմա այսօր հասկացա ու մի տեսակ ինձ ված զգացի, որ ես ինչ-որ մի հատ խնդիր ունեի, որի մասին
այսպես հա լացում էի, տառապում էի ու քեզ տեսնելուց ես հասկացա, որ ես ոչ մի խնդիր չունեմ։ Միշտ պետքա ժպտալ եւ Աստծուն հավատալ։ Միշտ, չնեղվես, չտրտնջաս, չասես, որ չի ստացվի, կստացվի, ամեն բան լավ կլինի, ժամանակի հարց է։ Դու պիտի լավ ուսում ստանաս, չգիտեմ, դու արդեն ընկեր ունես, որի հետ կարող ես միշտ շփվես, խոսես, տխուր ես, ինձ ասես, ես տխուր եմ, քեզ ասեմ, փոքրիկ բաներից ամեն ինչ սկսվում։ Օրինակ հիմա ես քեզ անկեղծ ասեմ, դու շատ ուժեղ ես, որ կարողացել ես օտար ինչ-որ մեկին սիրես, Չէ, անկեղծ, որ միշտ ոնց որ կողքիս նեիք այդ զգացումն է։ Ճիշտ։ Բացարձակ երջանկություն է մտածել, որ ես կարող եմ ինչ-որ պահին քո կողքին եմ եղել, քո տխուր պահին, եթե կարողացել եմ քեզ օգնել, ուրեմն ես իմ կյանքը ուղղակի հենց այնպես չեմ ապրում։ Տեսնում ես այսօր ինչ լավ որ է իսկականից սիրուն։ Քո նման պայծառ։ Ես կասեի ձեր։ Չէ, ես կասեի քո։ Ես կասեի քո, դու կասես իմ։ Կամ է մեր նման։ Շատ ուրախ եմ։ Ես էլ։ Ու հույս ունենամ, որ լավ որ կանցկացնենք։ Մեզ առաջի օրը կլինի ու դե շարունակական բնականաբար։ Մենք իսայրերը շատ համով հաց կուտենք։ Պանդոկ Երևան գետափին։ Նստի։ Չգիտեմ դու սոված չես, բայց ես շատ սոված եմ։ Հիմա ես քեզ հյուրասիրում եմ։ Ամենառաջինը որն եմ հյուրասիրում։ Աղցան, սիրելի։ Դու պետքա լավ սնվես, ուժեղ լինես, որ համից դիմանաս։ Համել ես կյանքին։ Հավասարազոր չի, բայց ահա, փշրում ենք, այո։ Այս կարտոֆելը, սիրելի Ալոնա։ Հիմա ինչ դնում եմ, պիտի ուտես, այնպես չստացվի, որ չուտես, գիտես։ Բայց չմոռանանք նաև իմ մասին։ Այս հաղորդումը մամաս է կնայիք, ուրախանակ ասի իմ երեխան մեկ-մեկ հաց ա ուտում։ Հիմա ես քեզ կտամ հաց։ Կլինի այդ ինչ-որ ձևական բաներ, պատառաքաղ բան չանենք, հա։ Առավելապես, որ աշխարհի ամենահամով հացն ենք ուտելու հիմա ու խոսելու ենք։ Իսկ այն ժամանակ դիետաներ պահում եք։ Փորձում էի, բայց չէր ստացվում։ Բայց պետքա ֆիքսել միշտ, որ պետքա սնվել առողջ, համեղ ու բալանսավորված։ Բայց դու ինձ տարբերություն չկա, չէ՞ ոնց ես սիրում։ Չէ։ Հիմա որ մի քիչ լցվեմ, չես սիրի։ Կսիրեմ։ Եսը։ Դե կեր։ Դες օրինակ ինձ շատ գրում են, որ ժամանակ որ թմբլիկ էիք, ավելի լավն էիք։ Բայց ես կարծում եմ, որ երբ որ մեկին սիրում ես, այդ չափից կապ չունի, հա։ Դժվար չէ, վաղ օրինակի համար որ մեկին սիրես 2 կիլոգրամ չաղանա կամ նիարի, էլ դադար ես սիրած, չեմ ուզում։ Ապրես դու։ Լավ է, հերիքա։ Քեզ էլ լից։ Ու պետք է կենաց ասենք։ Կենացը գիտես որն է, որ քո բոլոր երազանքները կատարվի մի օր։ Ու մենք էլի իրար հետ լինենք։ Խմի։ Ես այսօրվա հանդիպումից հասկացա, որ մարդու կյանքը կարա մի քանի ժամերի ընթացքում փոխվի ու մարդը կարա ապրի լրիվ ուրիշ զգացումներ այդ ժամերի ընթացքում։ Դուք ոնց որ հեռախոսից դուրս, այնպես էլ իրական կյանքում շատ լավ ու բարի մարդ եք։ Շնորհակալ եմ շատ։ Դու ես քեզ չէի ճանաչում, բայց դու էլ իմ կյանքում տեսած ամենաանուշ մարդկանցից մեկն ես։ Քո կենացը։ Խմենք։ Հաց կեր։ Ընկերներում ես դպրոցում շատ ես շուտ։ Ունես մտերիմ ընկերներ։ Ուզես մատը տոլմա տամ քեզ։ Տեսեք ես էլ եմ։
Ալյոնա ջան, սիրով ուզում ենք քեզ նվիրել Երեմե կատնամթերքի տեսականին, որպեսզի դու լինես առողջ եւ ուժեղ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Տեսնու՞ս ինչ լավ օր է, Ալոնա։ Շնորհակալություն։ 3 յուրահատուկ տեղեր եմ պահել, որոնցից մի տեղը եկեղեցին է, Աստծո տունը։ Մյուսը իմ ամենաթանկ բանն է, մամաս, իր նկարի դիմացա միշտ։ Ու հաջորդը սենց Արցախի մի մասնիկն է իմ համար, Դիմոնեն ու ծառներ։ Հիմա ստեղ կլցնենք այդ հողը։ Արի հույսով լցնենք, հավատով այս հողը հենց այս եկեղեցու բակում ու հույս ունենանք, որ մի օր բոլորիս նպատակը կիրականանա, որովհետև Արցախը քո սրտում է ու Արցախը մեր ամբողջ ազգի ու հայերի սրտում է, որովհետև դա մեր իսկապես նվիրական հայրենիքն է։ Ու թող առ Աստված ի կատարածվի այն ինչ որ մենք մտածել ենք, արի։ Թող կպնի ու քո ձեռքին ինքը։ Ու թող որ համ միանա իր արմատներին, համ հետո մեծ արմատներ տա, որ մենք ավելի պինդ ու ուրախ լինենք ու ուժեղ լինենք։ Ու հիշի այն ինչ նվիրական քոնն է, երբեք ոչ մեկ չի կարող խելալ, թե ուժով, թե զենքով, թե ոչ մի բանով, որովհետև դա քո սրտի մեջ է։ Թող որ ոնց այսօր քո փոքրիկ երազանքը կատարվեց, թող այս մի բուռ հողով կատարվի բոլորիս երազանքը։ Ես շատ ուրախ եմ, որ դու այսքան փոքր լինելով այսքան մեծ երազանք ունես։ Մամայից հետո իմ կյանքում ուրախություններ չեն եղել։ Դուք նման եք իմ մամային ամեն ինչով, թե արտաքինով, թե բնավորությամբ, թե հումորով, ամեն ինչով։ Շատ ուրախ էի ու շատ շնորհակալ եմ ձեզանից։ Շատ ուրախ էիր եւ շատ ուրախ պիտի լինես, որովհետեւ սա հրաշալի սկիզբ է, որ դու լավ ընկեր ունենաս քո կողքին, ես էլ լավ ընկեր ունենամ իմ կողքին, ես քեզ այսօր խոստացել եմ, որ ես կլինեմ քո կողքին, որովհետեւ քո սիրտը ինձ շատ հարազատ է։ Ես շատ շնորհակալ եմ քեզ իսկապես ինձ այսքան լուսավորելու համար, քո փոքրիկ սրտի մեջ ինձ տեղավորելու համար, քո լույսի համար, քեզ շատ եմ սիրում։ Ու շատ կուզեմ, որ ամեն բան լավ լինի։ Ու թող Աստված օրհնի այն սկիզբը, որը մենք այսօր դրեցինք։ Ես միշտ կամ։ Միշտ կամ։ Շնորհակալ եմ քեզ։ Ես էլ ձեզանից։ Ես էլ քեզանից։ Ես կգնամ հիմա քահանայի մոտ, իսկ ես կամ իմ մեքենան քեզ տուն կհասցնի։ Բաժանվում ենք նոր հանդիպումների պայմանավորվածությամբ ու սպասումով։ Լավ։ Ուզում եմ, որ պինդ լինես, ուզում եմ, որ գնաս տուն, շատ պինդ լինես, երջանիկ լինես, հոգատար լինես ընտանիքիդ անդամների նկատմամբ ու հավատաս։ Սա ամենափոքր երազանքն է, որ կատարվել է, իսկ ամենամեծ երազանքները դեռ առջևում են։ Քեզ բարի ճանապարհ, իսկ ես գնամ։ Քեզ էլ։ Չտխրես։ Հիշում եմ, որ հանդիպումից առաջ շատ լարված եւ հուզված էիք։ Ինչպես հաղթահարեցիք։ Երբ որ տեսա Ալոնային, ավելի հուզվեցի իրականում, որովհետև գիտակցեցի, որ շոշափելի մոտ է ինձ։ Հետո արդեն ինչ որ մի ժամանակ անց հասկացա, որ արդեն իր ներկայությունն ինձ հարազատ է նույնիսկ, բայց մինչև հիմա այդ հուզմունքը կա, որովհետև մենք խոսում ենք մարդկային ճակատագրի մասին։ Մի ճակատագրի, ով իր կյանքի ամենադժվար կետում հիշել է ինձ, անծանոթ մեկին։ Եվ միգուցե հենց այդ
լուսավոր միտքն է, որ սփոփում է ինձ հուզմունքը հետ տանելու եւ իրեն օգտակար լինելու։ Օրվա ամենահուզիչ պահը ձեզ համար ո՞րն էր։ Ես իմ կյանքում այսքան հուզիչ պահերով որ չեմ մնացել։ Ես դեռ մայր չեմ։ Բայց գիտակցել, որ մի երեխայի աչքերում դու նման ես իրա։ Մայրիկինով չկա, դա սարսափելի բան է։ Իմանալ, որ Արցախից բերած հողը բաշխել է իր համար ամենաթանկ վայրերում եւ մի քիչ էլ քեզ համար է բաժին բերել։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե ինչ էմոցիաների հորձանոթ է, որ կարող ես մնալ իսկապես դրա տակ։ Երևի թե արժի ապրել կյանքը իր բոլոր անակնկալներով եւ տհաճ եւ ուրախ պահերով, որ գա մի օր, երբ որ դու այդքան մեծ նվիրում ու սեր տեսնես ինչ-որ մեկի մեջ։ Իհարկե, արժի, մանավանդ որ Տեր Աստված ասում է, մինչև չդառնաք այդ երեխաների պես Աստծո արքայությունը չեք մտնի։ Իսկապես սովորում ենք երեխաներից։ Ինչ սովորեցիք Ալյոնայից։ Մի բան ասեմ։ Ես բեռով եմ եկել։ Երևս իմ պատկերացումների մեջ այդ բեռը շատ ծանր էր։ Եվ ես տարապում էի օրը շարունակ։ Երբ որ ես Ալյոնայի հետ սկսեցի շփվել, խոսել, ինքը մի քանի բան սկսեց արագ ասել, ու ես հասկացա, որ չէ, ես բեռ չունեմ։ Երեխան, որը իմ դիմաց նստած է, ընդամենը 12 տարեկան է, հողմերի միջով անցած, ամեն ինչ կորցրած։ Ամենանվիրական բաները կորցրած, սեփական տունը եւ սեփական ծնողին կորցրած եւ ինձ դեռ հուսադրում է։ Ես հասկացա, որ ես բեռ չունեմ։ Իհարկե Ալյոնայի հետ կապը պահելու եք, չէ՞։ Անպայման։ Ես իրեն խոստացել եմ եւ ես չեմ կարծում, որ դա մի մեծահոգություն է, բացարձակ։ Դա սովորական մարդկային, խիստ մարդկային վերաբերմունք է։ Լինել են մարդկանց կողքին, ովքեր քո կարիքը ունեն, եւ հերոսություն չդարձնել սովորական կետնին կպած մարդկային հարաբերություն։ Դրա մեջ ոչ մի հերոսություն չկա։ Այո, դուք կրկնեցիք Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, որ ասում է, թե եթե ինչ-որ բարի բան անեք, ասացեք, ահա ես անպիտան ծառայս, ինչ-որ պարտավոր էի անելու, արեցի։ Հետաքրքիր մի բան ասեմ, 3 օր եմ մինչև գալը ես հաղորդմանը, անդադար իմ մեջ հարց ու պատասխան էր Աստծո հետ, ու ես հասկացա, որ աշխարհի ամենագեղեցիկ, հուզիչ, մնայուն բանը դա սերն է առանց պայմանների, ինչպես որ մեր Հայր Աստվածն է մեզ սիրում։ Եվ լավագույն օրինակը կարող է լինել մեզ համար, որ մենք սիրենք մեր դիմացինին, մեր կողքինին, մեր ծնողին ու հայրենիքը ընդհուպ այդ առանց պայմանի սիրով, որովհետև հենց դա է սերը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն աղբյուր բարության, պարգևիչ խաղաղության, սեր եւ սրբություն մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Աղաչեմ կսքես, պարգևյա ամենաբաշ ձեռամքով, զանջարելի շնորհս քո, լիանա աղախնույս քո եւ առաջնորդյա առաքինությամբ եւ գործովը կբարյաց հասանիլ հարկայություն քո եւ վայելել զանասպար բարիսն քո այժմ եւ միշտ եւ հավիտյան սավիտենից ամեն